Ողջույն մոլեժոր դեպքից Ալեքսը դու գտնում եք Ալեքս TV YouTube каналում։ Մեր վերջի տեսանյութից հետո, որը մեզ ցույց է տալիս top 5 ամենաթանկարժեք իրերը կարգոմեդիի, ես տեսա, որ այդ ժանրի տեսանյութերը դուր են գալիս եւ որոշեցի նկարել այդ տեսանյութի երկրորդ մասը։ Եվ ինչպես կարող եք հասկանալ վերնագրից եւ տեսանյութի նկարից, այսօր ասելու եմ top 11 ամենաթանկարժեք բաները, որը ունի Mr. Beast-ը։ Ամենահայտնի եւ ամենահարուստ յութուբերը ողջ աշխարհում։ Դե ինչ կարող ենք ասել, բայց մինչ սկսելը խնդրում եմ փոքրացեք տեսանյութը բաժանորդագրեք ալիքին, դրեք ձեր լայքերը, որպեսզի շատ շուտով հասնենք 10000 վաճառորդ։ Իսկ 6000 եմա ձեզ շատ շնորհակալ եմ։ Դե ինչ գնացինք։ Ուրեմն Mr. Beast-ի 11 ամենաթանկարժեք բաների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Minecraft գյուղը։ Այո, կարող է ձեզ տարօրինակ թվալ, բայց ինքներդ տեսեք։ YouTube-յան տեսանյութերից մեկի համար Mr. Beast-ը պատրաստել էր Minecraft-ի գյուղ, որը չափսերով ուղղակի ահռելի է։ Որն էլ հետագայում գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես Minecraft-ի ամենամեծ գյուղ, որը սարքվել է իրական կյանքում։ Այն պատրաստելու վրա գնաց ուշադրություն $180,000։ Եվ չնայած այն փաստին, որ այդ ամեն ինչի վրա նրանք ծախսել էին $180,000 եւ որ այդ ամենը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում, նրանք տեսանյութի վերջում ուղղակի ոչնչացրեցին, պայթեցնելով այդ ամբողջ տարածքը։ Սա Mr. Beast-ն է։ Անցնում ենք երկրորդ հորիզոնականին։ Բայց մինչ երկրորդ հորիզոնականին անցնելը ձեզ շատ փոքր խնդրանք ունեմ։ Ուղղակի նայեք այս վիճակագրությանը։ Ինչպես տեսնում եք, մեր ալիքի տեսանյութերի դիտողների ավելի քան 95%-ից ավել մարդ նայում են մեր վիդեոները առանց բաժանորդագրվելու։ Պատկերացնում եք, եթե հենց դու հիմա որ նայում ես վիդեոն իջնես ու բաժանորդագրվես ալիքին, մենք հենց վաղը կհասնենք 10000 բաժանորդ։ Խնդրում եմ։ Ուրեմն երկրորդ հորիզոնականը։ Ուրեմն Mr. Beast-ը իր ալիքի տեսանյութերից մեկը նկարահանելու ժամանակ բախվեց մի խնդրի հետ։ Երբ նա նկարահանում էր 1-ից մինչև 100 տարեկան մարդիկ մրցում են $500,000 համար տեսանյութը, նա հասկացավ, որ այդ ամեն սենյակի համար նրան հարկավոր են 1-ից 3 տեսախցիկ իր միկրոֆոնի հետ։ Եվ իր ընկերոջը խնդրեց, որ այդ 100 սենյակների համար նա գնի միկրոֆոններ եւ տեսախցիկներ։ Այդ ամբողջ տեխնիկայի վրա նա ուշադրություն ծախսեց $250,000, պատկերացնում եք տեխնիկայի վրա։ Անցնում ենք երրորդ հորիզոնականին գնացինք։ Ուրեմն երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Mr. Beast-ի տունը, որտեղ նա ապրում է։ Հիմա կմտածեք Mr. Beast-ն ամենահայտնի ու ամենահարուստ յութուբերը, հաստատ ինչ-որ մի 100 հարկանոց ոսկեզոծ տան մեջ ապրում, ոչ։ Ինքը չունի մեծ տուն, ինքը փոքր տուն էլ չունի։ Ինքը ապրում է մի սենյակում, ավելի կոնկրետ իր օֆիսում, որտեղ նա աշխատում է։ Ճիշտ է, նրա այդ սենյակը բավականին փոքր է, բայց այն շատ հարմարավետ է։ Օրինակ, դռան բռնակը կարող է բացել միմիայն հենց Mr. Beast-ը։ Դռան բռնակը ճանաչում է Mr. Beast-ին եւ երբ նա մոտենում է բռնակին, նա ավտոմատ բացվում է։ Սենյակում շատ ուրիշ հարմարություններ կան։ Հիմա ուշադրություն, ըստ ձեզ, որքան արժի այդ սենյակը։ Այդ սենյակը իր բոլոր հարմարություններով արժի $700,000։ Անցնում ենք 4-րդ հորիզոնականին։ Ուրեմն 4-րդ հորիզոնականը Mr. Beast-ի մեքենան է։ Բայց ի զարմանս բոլորի Mr. Beast-ը շատ մեքենաներ չունի։ Նա եւ իր թիմի անդամները քշում են մեկ մոդելի մեքենա, Tesla, քանի որ նրանք բավականին մոտ են Tesla-ի ստեղծողի Elon Musk-ի հետ։ Mr. Beast-ն ու ինքը Jimmy-ն քշում է Tesla Model X տարբերակը, որի արժեքը $150,000 է։ Ասում ենք 5-րդ հորիզոնականին։ Ուրեմն 5-րդ հորիզոնականը։ Mr. Beast-ի տեսանյութերից մեկում մի տղայի փակել էր սուպերմարկետում եւ քանի օր անցկացներ այդ տղան այդ սուպերմարկետում, այդքան $10,000 նա կտար այդ տղային։ Այդ տեսանյութի համար նա ստիպված էր գնել սուպերմարկետ։ Ճիշտ է, Mr. Beast-ը ոչ միտեղ չի ասել այդ սուպերմարկետի գինը, բայց տեսանյութից մի հատվածում երևում է այդ սուպերմարկետի իրական անունը։ Եվ ես որոնել եմ եւ գտել եմ, թե որքան արժեն այդ ցանցի խանութները։ Ուշադրություն, այդ սուպերմարկետի արժեքը մոտավորապես $2.3 միլիոն է։ Այսինքն տեսանյութի համար նա գնել է այդ սուպերմարկետը, որը հետագայում երևի ինքը ընդհանրապես չի էլ օգտագործել։ Անցնում ենք 6-րդ հորիզոնականին։
6-րդ հորիզոնականը վստահ եմ ձեզ կապշեցնի։ Mr. Beast-ը 2023 թվականին նշել է, որ նա վերջերս գնել է 20 հատ տանկ։ Այո, ճիշտ լսեցիք, տանկ։ Ասում եմ, որ այդ տանկերը դուրս գրված են, այսինքն նրանք այլևս չեն մասնակցում ինչ-որ բանակային գործողությունների։ Մեկ տանկի արժեքը $230,000 է։ Այսինքն, եթե հաշվենք, նա 20 տանկին տվել է ավելի քան $4,600,000։ Անցնում ենք 7-րդ հորիզոնականը։ 7-րդ հորիզոնականը զբաղեցնում են Mr. Beast-ի ուղղաթիռները։ Այո, հիմա մտածեք խելագարվել է տանկեր, ուղղաթիռներ, Mr. Beast-ն է ինքը։ Mr. Beast-ը գնել է 3 ուղղաթիռ, որոնցից երկուսը նա օգտագործել է իր տեսանյութերի համար։ Առաջին ուղղաթիռը նա պարզապես վիդեոյի սկզբի կադրի համար վերևից շպրտել է ներքև եւ ֆոտոել ընդմեն 5 վայրկյանում։ Երկրորդը խաղարկել է։ Յութուբերներ էին հավաքված, ձեռքերը դրել էին ուղղաթիռի վրա եւ ով վերջինը հանեց ձեռքը, գաղթեր ուղղաթիռը։ Արդեն երրորդ ուղղաթիռը նա օգտագործում է սեփական կարիքների համար, այսինքն ինչ-որ երկրից ինչ-որ երկիր դինալու համար։ Մեկ ուղղաթիռի արժեքը $2,200,000 է, այսինքն ընդհանուր $6,600,000։ Օբշեսնով քվերից ենք խոսում։ Ուրեմն, անհավանական 8-րդ հորիզոնականը։ Mr. Beast-ի ալիքը, ինչպես գիտենք, շատ լուրջ, կարելի ասել YouTube-ում ամենալուրջ ալիքն է։ Եվ պարզ է, որ Mr. Beast-ը շատ լրջորեն է վերաբերվում իր ալիքին, եւ նա չի ցանկանում, որ իր ալիքի վրա աշխատող մարդիկ ուշանան գործից։ Այդ պատճառով նախ ասեմ, որ նա ապրում է Greenville քաղաքում եւ նրա անգարը, օֆիսը նույնպես Greenville քաղաքում են։ Նա իր օֆիսի եւ անգարի շրջանում գտնվող բոլոր տները գնել է։ Այո, այդ թաղամասը ընդհանուր գնել է, որպեսզի այդ թաղամասին գտնվող տները նվիրի իր աշխատողներին, որպեսզի նրանք րոպեների ընթացքում հասնեն աշխատավայր։ Որքան է ծախսել Mr. Beast-ը թաղամաս գնելու վրա։ Նա ծախսել է ուշադրություն $9,500,000։ Սա Mr. Beast-ի ամենամեծ գնումներից մեկն է։ Անցնում ենք 9-րդ հորիզոնականին։ 9-րդ հորիզոնականը զբաղեցնում է իր անգարը, որտեղ որ նրանք նկարում են իրենց բոլոր տեսանյութերը։ Այդ անգարը իր մեծությամբ ուղղակի չգիտեմ ինչի հետ համեմատեմ։ Mr. Beast-ը ասում է, որ այն այնքան մեծ է, որ շատ հայտնի կինոկոմպանիաներ նրան նախանձում են, եւ եթե նույնիսկ նա YouTube-ից հեռանա, նա կարող է շատ հեշտությամբ վաճառել այդ անգարը եւ կինոկոմպանիաները, ինչպիսին են օրինակ Disney-ը, այնիշ կինոկոմպանիա կոր։ Խոսքով բոլոր հայտնի կինոկոմպանիաները ուրախ կլինեն գնել այդ մեծ ահռելի անգարը։ Եթե ցանկանում եք պատկերացնել այդ անգարի մեծությունը, ուղղակի ես հիմա ձեզ մի բան կասեմ։ Այս բոլոր տեղանքները, որոնք ձեզ հիմա ես ցույց կտամ, գտնվում են այդ մեկ անգարում։ Այո, սա ընդհանրապես մի 10%-ն էր։ Mr. Beast-ի տեսանյութերում ինչ տեսնում եք, այդ բոլորը կառուցված է այդ մի անգարում։ Ուշադրություն, որքան է արժեցել այդ տարիների չարչարանքը։ $12,600,000։ Ուղղակի անհավանական թիվ։ Ասում ենք 10-րդ ամենաանհավանական թվերով հորիզոնականը։ 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Mr. Beast-ին պատկանող Mr. Beast Burger-ը։ Երբ նա ստեղծեց այդ բիզնեսը, նա իր հետևորդներին հրավիրեց մի վայր, որպեսզի նրանք նույնպես փորձեն այդ բուրգերները։ Եվ այդ օրը նրանք սահմանեցին Գինեսի ռեկորդ եւ ստացան մեկ օրվա մեջ ամենաշատ վաճառված բուրգերի մրցանակը։ Այդ բիզնեսը նրան տարեկան բերում է ուշադրություն $146 միլիոն, պատկերացնում եք, որն էլ նշանակում է, որ նա օրեկան ստանում էր $400,000, պատկերացնում եք, օրը $400,000։ Իսկ այդ բուրգերի բիզնեսը գնահատվում է ավելի քան $320 միլիոն։ Բայց Mr. Beast-ը ունի նաև շոկոլադի բիզնես Feastables, որը նրան բերում է մի քանի անգամ ավելի շատ եկամուտ, քան բուրգերը։ Շոկոլադի բիզնեսը իրեն բերում է օրեկան մոտ $1,800,000, պատկերացնում եք, նա ամեն օր արտանում էր եւ $2 միլիոն փող ստանում։ Իսկ շոկոլադի ամբողջ բիզնեսը գնահատվում է մոտ, պատրաստեք այս թիվը լսել, դե լսեք, $5,56,179,000,000
$700,000, ուղղակի ինչ թվի մասին եմ ես խոսում։ Անցնում ենք 11-րդ եւ վերջին հորիզոնականին, որը ձեզ ուղղակի կապշեցնի։ Ուրեմն 11-րդ հորիզոնականի մասին մենք չենք կարող վստահ խոսել։ Ինչու՞։ Ուրեմն, որոշ ժամանակ առաջ Իլոն Մասկը, Տեսլայի ստեղծողը, ձեռք է բերում Twitter հարթակը, վստահ եմ բոլորդ էլ գիտեք Twitter հարթակը։ Հիմա Twitter հարթակը պատկանում է Իլոն Մասկին։ Եվ վերջերս Mr. Beast-ը հենց Twitter հարթակում Իլոն Մասկին մի հարց էր ուղղել։ Քո մահից հետո Twitter-ը կկտակես ինձ։ Իսկ Իլոն Մասկը պատասխանել էր, որ ես չեմ բացառում այդպիսի տարբերակը։ Այսինքն, եթե Իլոն Մասկը պահի իր խոստումը, մենք կարող ենք ասել, որ Mr. Beast-ը ունի 44 տրիլիոն դոլարի ունեցվածք։ Պատկերացնում եք, ուղղակի անհավանական տիպ 44 տրիլիոն։ Դե ինչ այսքանն եմ այսօրվա տեսանյութը, վստահ եմ, որ բոլորիդ հետաքրքրեց եւ դուր եկավ։ Իսկ ձեզ հետ է ես, Ալեքսը, բաժանորդագրվեք հալիքին, դրեք լայքեր, կոմենտներում գրեք, թե հաջորդը ինչ հայտնի մարդու մասին ցանկանաք, որ նկարեմ տեսանյութ։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Ցտեսություն, պակա-պակա։